Ինչ կարող եք գնել 5000 դրամով։ Ինչ կարող եմ գնել, այդ օրվա առևտուրս պետք է 3-ից 5000 կազմում է։ Բավարար չափով կարողանում եք ապրել գնել 5000 դրամ։ Դե թոշակառուն ինչպես կարա գնի։ Հազիվ ծայրիծայր հասցնում ենք, էլի երեխաները որ չօգնեն, չեմ կարող այդ գումարով ապրել։ Հաշվի առնելով Mən լուսկի չեմ կարող առնեմ, Ազիջանի չաստեմ։ Mən սիգարետ, mən լուսկի 5000-ը պրծամ։ Են այ պղինձ եմ տանեմ հանձնեմ, որ էտամ փող առնեմ, էտամ հաց ուտեմ։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարող։ Երկրին խաղաղություն եմ տալի, ժողովրդին։ Ոչ թե ասում վայրենի կթողներ։ Դրանք կով կթելու տեղը թուրքերին պետք է կթեին, բայց չկա թուրքեր դրանց կթեցին, այդքան բան։ Ոչ մի բան, ես երկրորդ կարգի աշնանում եմ 37000 դրամ փող եմ ստանում։ Ինչով եղել։ Որում եմ եղել եմ զինվորակը։ 37000 դրամով օգտամի եմ կապի։ Ես ասելու բան չունեմ, պրոստը թող մեր երկրին խաղաղությունը չխելք հավաքին, որ ժողովրդին տեղերը, ոչ թե օրորի գինած ասում։ Թոշակները թող ավելացնեն, ոչ թե քաղաքապետի ու մնացած դեպուտատների աշխատավարձերը։ Այդ եմ ուղում, մեկ էլ թող խաղաղություն ալում։ Միշի շարախ։ Ոչ մի բան ինչ կարաս դրանով անես։ Մանմա թոշակառուները ոչ մի բան չեն կարող անել։ Հաց, պապիրոզ էտա, ուրիշ ոչ մի բան։ 5000 դրամով նայես թե ինչ ես ուզում, քո գրպանի պարունակությունը ինչ է, եւ դու ինչ նպատակից հետապնդում։ Դե այդ մարդը սովորական շարքային քաղաքացի է եւ առաջին կենսական նշանակության ապրանքներ պիտի գնի, հաց պիտի գնի, պանիր, ջուր եւ այսպես առաջին կենսական նշանակություն ապրանքներ։ Բայց կինո թատրոն չի կարող դրանով գնալ։ Գիրք չի կարող կարդալ։ Հաշվի առնելով վերջին տարիների գնաճը, բավարար քանակությամբ ապրանք կարող եք գնել։ Իհարկե ոչ։ Օրիսօր գները թանկանում են, կենսաթոշակների համար շատ դժվար պայմաններ է, մոտ 30-40 հազար դրամ թոշակով բնական նա չի կարող իր կենսագործությունը ապահովի եւ դա պիտի մտածել կառավարական մակարդակով, պետական մակարդակով, տնտեսությունը զարգացնել եւ այլն։ Ինչ կարող եք գնել 5000 դրամով։ Մի կիլո միս։ Այն էլ ոչ ամենաանտիրա։ Ես պատրաստ չեմ այդ հարցերը պատասխանելու։ Ոչ մի բան։ Ինձ այդ հարցը մի թվեք է։ Նիչիվո։ Ոչ մի բան։ Ապիլավա չպատասխանեն։ Ինչի մասն է խոսքը։ Ոչ մի բան։ 5000 դրամ։ Ինչ բնակավարում։ Առհասարակ, հաշվի առնելով գնաճ, ինչ կարող Մի հատ կոֆե։ Մոտ լավ կոֆե, չէ՞։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Ինչ որ ինձ կարիք ունեմ ամենայն դեպս, առաջ կարիքի բաները, հետո նոր արդեն ինչ որ կավելանա, ինչ որ տեսադաշտում ինձ կհետաքրքրի դա։ կհերիքի բավարար չափով ձեր ուզածը գնաճ։ Հաշվի առնելով գնաճը։ Դե չի ասի թե կբավարարի, որտեղ մենք մինիմալն ենք, ամենամինիմալով ենք անում դա շարքային աշխատողները։ Ոչ մի բան։ Այսինքն գնաճը ազդել է ձեզ։ Իհարկե ազդել է։ Կա տենց ընտանիք, որ չի ազդում։ Չկա տենց ընտանիք։ Չեմ կարծում, որ կա ինչ-որ ընտանիք, որ իր վրա չի ազդել այդ գումարային աճը։ Այն մինիմալ վաստակող ընտանիքների վրա է դա զգացվում։ Էլ չեմ ասում թոշակառուների ու ավելի ցածր խավի մասին, որոնց համար շատ ավելի դժվար է գոյատևել ուղակի։ Այս խառնիճ աղանջ չեմ հասկանում ինչ վիճակում։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Այն եթե օրվա առևտուր հաշվենք, օրվա ամենամինիմալ սնունդը հաշվենք, ոչինչ չեք առնի, այսինքն կառնեք ինչ-որ բան, բայց տանը եղած մթերքից ու տանը եղած ինչ-որ բանից գումարեք իրար օրը յոլա կտանեք։ Եթե չէ։ 5000 դրամով ինչ կարող եք գնել։
Չեմ ման։ 5000 դրամով։ Միանվագ թե Միանվագ, օրինակ հաշվի առնելով գնաճը, ինչ կարող եք գնել 5000 դրամ։ չգիտեմ։ Գներից այդքան էլ տեղյակ չեմ էլի, բայց ես իմ պամիդորը օրինակ հիմա 800 է, դա էլ 8 անգամ բան, մի 5-6 կիլո պամիդոր էլ երևի։ Տենց տարբեր բաներ էլի։ Ես որ չեմ նեղվում, որ բարձրացել է նորմալ է։ Հարուստ չեմ, բայց դե աշխատում ենք էլի։ Ամեն ինչը ես կյանքի է, էլի։ Ոչ բան։ Ոչ մի բան։ Կամ 2 շոկոլադ իմ համար։ И все, Азизжан, ուրիշ ոչ մի բան։ И то 370 батончик бабаевский. Самый вкусный шоколад. Все.